հրավեր ընդունելու համար եւ այսպես Ադրբեջանից շարունակում են խիստ կոպիտ կոչեր հնչել, իրենց նկարտումները բարձրաձայն հնչեցնում են, եթե ժամանակին Ալիևն ասում էր Արցախը վերն է, ինքը հասավ դրան, հիմա իրենն է, պես ասում էր ինքը Սյունիքի մասին եւ այդ բարձունքները վերցրեց, ասում էր Տավուշի Կիրանցի մասին, տեսանք որ դա էլ ինքը կարողացավ զավթել, հիմա արդեն խոսում են Սևանի մասին, սա պատասխան են տվել Ալենն ու Նիկոլը, տեսեք փաստաբանիներ էին, Ալիևի փաստաբանիներն են իրենց վրա վերցրել սա, Բայրամով ինչ-որ բաներ խոսեց, ինչ-որ բացահայտումներ եղան իր կողմից, երկու նախագահներն են վերջին օրերին մեր ծավալում հարցազրույցներ ունեցել, շատ ուշագրավ բացահայտումներ են եղել, ինչը կառանձնացնեիք այդտեղից, այս հարցերի մասին խնդրեմ, հետո մնացած հարցերը կհնչեցնենք։ Եվ նաև դրա մասին էլ առիթ եղել է խոսելու, մենք տեսնում ենք, որ Բաքվի բանտում գտնվող մարդիկ այդ սարսափելի պայմաններում անգամ չեն հրաժարվում Արցախից, մասնավորապես Ռուբեն Վարդանյանը խոսեց դրա մասին, որ Արցախը միևնույն հայկական եւ հայկական է լինելու, բայց իրենք ինչպես է շարունակում հրաժարվել, ինչ որ առաջարկներ են նաեւ առաջ բերել երկրորդ նախագահ Արցախի հետ կապված եւ ընդհանրապես խաղաղության հետ կապված երկրորդ նախագահը, ինչպես է նաեւ դա գնահատում, խնդրեմ։ Նայեք, Ադրբեջանի ղեկավարի կողմից վերջի ժամանակներն է թե այս ժամանակահատվածում է, որ ներկա իշխանությունն էր ղեկավար, ինչ արտահայտություններ ասել է, ինչ գործողություն իրականություն է իրենց մոտ դարձել, դա ներկա իշխանության, նորից եմ ասում, համագործակցության արդյունքներն է, որովհետև հայ ազգին չես կարա հաղթել, եթե հայ ազգի մեջ դավաճան չլինի։ Հայ ազգի խոսքի նկատմամբ դու չես կարա այդ նմանատիպ խոսքի բաներ, մտքեր կամ վստահ խոսքեր ներկայացնել, այդ իրականացման հետ կապված, եթե հայ ազգի մեջ համագործակցող չլինի թշնամու հետ։ Ալիևի բոլոր միջև օրս էլ ինչ բաներ էլ հասել է, դա Ալիևի խոսքի բանը չի, հեղինակությունը չի կամ ուժեղ լինելը չի, կամ թուրքի թշնամու հեղինակությունը չի դա, ուժեղ լինելը չի։ Դա մեր ներքին դավաճանի համագործակցության արդյունքներն է։ Դա մեր ներքին հայ ազգի մեջից ծնված դավաճանների, որ ասում է, գործողության այդ մասնակից լինելն է, այդ արդյունքները։ Ալիևը այսօր ինչ ասում է, էլի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք է ասում, Ալիևը ինչի հասել է, էլի Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք է ասել։ Որովհետև մեկ Ալիևին գիտեք տասնյակ տարիներ առաջ որտեղ էր, ձենը որտեղից էր գալիս ու ինչ արդյունքներ բան արել, այդ իր ժամանակահատվածում այն ղեկավարների, այն հզոր հայի տեսակ առաջնորդներից ոնց էր սարսափում կամ ոնց էր բանակցության պրոցեսների մեջ ինչ տեղ էր նստած կամ ուրախանում էր, որ այդ մարդկանց հետ հանդիպի ինչ որ միտք քննարկելու կամ ներկայացնելու համար։ Ալիևը ակլոր է դարել Նիկոլ Փաշինյանի օրոք։ Ալիևին բերանում լեզու է դրել Նիկոլ Փաշինյանը։ Ստեղ անհասկանալի բան չկա։ Ալիևը ամեն օր ինչ խոսում է, էդ էլ ասեմ, էլի իր էությունով չխոսում։ Էլի դեղ կա Թուրքիա, դեղ կա տարբեր երկրներ, որ իրեն աջակցում են։ Ալիևը մենակ լինելով, Ալիևը մի հատ ոչնչություն է։ Ալիևը ով է։ Ալիևը ով է եղել։ Այդ ոնց կարող է Ալիևը մի ժամանակ եղել է մի դերակատարության, պարտվող դերակատարության ղեկավար կերպարով, այսօր եկավ դարավ հաղթող կերպարով կամ էլիս մեկ չի եղել դա ժողովուրդ։ Այդ պարտությունը մեզ տարել են այդ պարտությանը։ Այդ ամեն ինչ մոկեսոր որ եկել եք հասել այսօրին, դա ժողովրդի մեղքով չի եղել։ Դա ղեկավարների բացթողումներով, ղեկավարների հանցագործ գործողության մասնակից դառնալով է եղել։ Դա ղեկավարների խայտարակ, որ ասում է, բաների իրանց էությունով հայ էության կերպարով է եղել։ Որովհետև իրենք իրավունք չունեն ղեկավար դառնային հայ ազգին։ Իրենք իրավունք չունեն հայ ազգը ներկայացնել որպես ազգություն, որովհետև իրանք այդ էությունը, իրանք այդ տեսակը չունեին։ Իրանց էությունով ամբողջովին զրոյացրել են մեր բոլոր հերոսների արած գործերը։ Իրանք իրանց էությունով
Արցախն են կործանել, Սուրբ Արցախը, որը ունեցել է հազարավոր հայկական, հազարավոր պատմություն է ունեցել, տարիների պատմություն է ունեցել, որը եղել է Մայր Հայաստանի հայ ազգի, հայ ժողովրդի արմատներից մեկը։ Դոսորվա իրավիճակում, որ մենք տեսնում ենք, որ երկիրը արդեն կներեք այս խոսքի համար փթում է, որովհետև մենք արմատներին ենք սկսել ձեր տալը, սրանք արմատներն են սկսել բանանելը, վնասելը։ Ամեն ինչ արմատներից է սնվում, ազգնել, ընտանիքնել, ինչ կա չկա սաղ արմատներից է սնվում։ Եթե դու արմատին ձեռ ես տալիս, արդեն ամեն ինչ փչանում, արդեն ամեն ինչ փթում է։ Մենք որպես ազգ այսօրվա իրավիճակում ունենք բոլոր հնարավորությունները վերականգնելու այս մեր ամեն այս իրավիճակից դուրս գալու այս ճանապարհային մի ձևի բանը, փրկությունը։ Այո, ունենք, որովհետև մենք այդ ազգն ենք, մենք այդ ազգը այն տեսակը, որ ունեցել ենք հաղթանակներ, նա մեզ ավելի շատ է բանանում, որ ասում է սազում, քան այս իրավիճակում։ Այն կարգավիճակում, որ մենք եղել ենք, որ մենք միշտ ազգովի հպարտանում էինք, բերին մեր գլխին սարքին, տարան զոհաբերեցին, տարան ոչնչացրեցին, ամեն ինչ արեցին, որ այդ հենց այդ Թուրքի, հենց այդ Ալիևի երազանքները իրականություն դարձնեն։ Այսօրվա իրավիճակում սրանց ինչ ունեն բանանելու, գովաբանելու կամ էլ ինչ որ վաղվա օրում ես խոստումներ կամ էլ ինչ որ կարգավիճակ հայ ազգին բարելավելու իմաստով բանանեն, ներկայացնեն։ Տես բան չկա, սուտ են ասում, շարունակում են խաբեն, շարունակում են խաբելու են, էլի են խաբելու, ժողովուրդ։ Մենք չպիտի այսքան իրադարձություններից հետո դառնանք ինչ որ ազգից փոխվենք ինչ որ մի հատ ցեղային հասկացողություն։ Հայ ազգը հզոր ազգ է, հայ ազգը իր պատմության մեջ ամեն անգամ ինքը իր էությունը հենց իր ձեռով էլ ամրապնդել է, ամրագրել է, վերածնվել է, ոչ մեկ առանց ոչ մեկի օգնությունով։ Այս նույն իրավիճակում մենք նորից էլի մեր ազգի մեջից պիտի վերածնվենք։ Նորից էլի պիտի հզորանանք, նորից պիտի թշնամիների բերանը փակենք, ուրիշ հնար չկա, ցորենով չեք կարող խաբեք մեզ։ Ինչ որ ուտելիքներով, փոր կուշտացնելով կամ ինչ որ առևտրով չեք կարող մեզ խաբեք։ Սրանց այսօրվա քաղաքականությունը առևտրականի քաղաքականություն է։ Առևտրի քաղաքականությունը դա թուրքերի, ադրբեջանցու թուրքերի կամ Թուրքիայի քաղաքականությունն է։ Դրանով է միշտ իրենց կյանքում, թե խաբելով է, թե փողով է, թե ամեն ինչով է, առևտրական մթնոլորտում են իրենք իրենց հարցերը միշտ լուծել։ Այսօր իրենց մոտ էլ հաջողվել են նույն ձևակերպով, որովհետև ստեղել են ճարել դրանք այդ առևտրականներին, որովհետև ստեղել են ճարել են մարդկանց, որ պատրաստ են փողով իր ազգը զոհաբերել, փողով իր ժողովրդին տանի նվաստացման կամ կործանման։ Մենք իրավունք չունենք այս ձևի ղեկավարներին հանդուրժել։ Մենք իրավունք չունենք այսօրվա իրավիճակում այս նմանատիպ ղեկավարներին ընդհանրապես օրինակելի կամ ինչ որ մթնոլորտում մեկնաբանելն։ Սրանք արժեք էլ չունեն մեկնաբանելու։ Սրանք արժեք էլ չունեն անուն ունենալու, որովհետև թշնամին դավաճան անուն չպիտի ունենա։ Այն ինչ տեսում եք, թշնամինը իրենց բերանով արտահայտում սրանց բանակցային պրոցեսների ընթացքի մասին։ Պատմում է ինչ է եղել, բառացիորեն պատմում է ինչ է եղել։ 44 օրյա պատերազմի ժամանակ արդեն ինչ բացահայտումներ կամաց բացահայտվում։ Որ հնարավորություն ունենք պատերազմը կաղնեցնենք, որ հնարավորություն ունենք այդ պատերազմից ուրիշ արդյունքներ քաղեինք։ Բոլորս էլ գիտենք, որ մեզ պատերազմ սպասում է, բայց մենք պարտողի դերակատարում չենք, ոչ մեկը չի մտածել, որ կլինենք, որովհետև մենք հաղթող ենք եղել, որովհետև մենք պայքարել ենք մեր հողի համար, որովհետև մենք իրական պայքարել ենք հայ ազգի, որ ասում եմ, Սուրբ Արցախի համար։ Ամեն օր մի բան մի տեղից մի նորություններ լսելով, մի ինչ-որ սուտ խոստումներով կամ ինչ-որ սուտ մեկնաբանություններով, դա սաղ սուտ է։ Ամեն խոստումներ այսօրվա իրավիճակում, եթե մենք լսենք այդ խոստումները կամ էլ այդ սուտ թեզերը, գնալու են կրկնապատիկ կործանումների։ Դուք չիմանաք, որ այսօր ինչ-որ խաղաղ մթնոլորտ է, որ խոսքի կրակոց չկա կամ բան չկա, զոհ չունենք, դա է հարցի լուծումը կամ դրանով էլ բավարարվելու են։ Լսեք Ալիևը ինչ է ասում։ Լսեք Ալիևը ինչ շքեղ բաներ է, շքերթներ է կազմակերպում։ Բադաղում համար անում, կարող է կողքի հարևան երկրների համար անում կամ նրանց աղուցում ցույց տա։ Դա հենց մեր ազգին է ցույց տալիս, հենց սրա նմաններին է ցույց տալիս։
Ու տեսնում եք, չէ՞ սրանք ինչի համար կզած են, վախած են, վախը բռնել է, դրա համար էլ այտենց մատ թափ տալով կամ էլ, բայց նրանց է մատ թափ տալիս։ Մենք իրավունք չունենք սրանց նման կզանք, մենք սրանց նման իրավունք չունենք գնանք Թուրքիա առաջ ողորմություն խնդրեք կամ էլ ինչ-որ օգնության կամ էլ ինչ-որ մեր երկրի բարելավելը դրանց հետ կապենք։ Այս երկրի զարգացումը կամ այս երկրի ուժեղ դառնալը մենակ Թուրքիայի Ադրբեջանի հետ է կապված, որ առավոտից իրիկուն ներկա իշխանության այդ շրջապատը դրա մասին է, որ ոգևորված են խոսում, մեծ ուրախության եմ խոսում։ Ամեն տեղ, ամեն մեկնաբանությունների մեջ մենակ թուրքական շահերն են առաջ քաշում։ Ամեն ինչի մեջ մենակ վրասմա ընդհակառակը որ պիտի արձագանքեն կամ ինչ-որ մեկնաբանություն տամ նրանց կողմից այդ մատ թափ տալն է կամ մեր ժողովրդի նկատմամբ ձևի բառեր օգտագործելն է, չեն կարող, չկան այդքան, բա համագործակցել են, ոնց կարեն անեն, բա օգտվել են դրանից, ոնց կարան խոսեն։ Հետագա բոլոր գործողությունների պրոցեսների, թե դա ընտրությունների հետ կապված ալնելու, թե ընդհանուր մեր հայկական մթնոլորտը վերածնվելու հետ կապված ալնելու, մենք ամեն մեկս պիտի ներգրաված ելնենք բոլոր այդ գործողության պրոցեսների մեջ։ Ընդդիմադիր ուժերնա, ընդդիմադիր այդ բաներնա, կազմակերպություններնա, կուսակցություններնա, բոլորիդ հորդորում եմ։ Անցեք գործի, բառերից, մեկնաբանություններից անցեք գործնական պրոցեսների։ Հանրության հետ ժողովրդի հետ ամենօրյա ռեժիմով շփվեցիք, հանրությանը տանում են սրանք մոլորեցման, հանրությանը տանում են կրկնապատիկ էլի կործանման, վաղվա որ նորից չգանք սրանց էլի քննադատելու կամ էլ ինչ-որ մեղավորներին անուններով հայտարարելու, չկա մենք այդ ուժը չունենք, մենք ուժ ունենք հաղթելու արդեն, մենք ուժ ունենք մենակ վերածնվելու, մեր արժանապատվությունը վերականգնելու համար, հանրությունը ժողովուրդը պատրաստ է մենակ դրան, ես ձեզ վստահեցնում եմ ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի, բայց հանուն գործողությունների ոչ թե ինչ-որ ընդդեմ կամ ինչ-որ մեկին քննադատելու հերիքա, չենք ուզում լսենք այդ բառերը։ Քննադատությունների այդ քանակը այնքան է շատացել, որ ամեն օր մի նոր թեզ են առաջ տանում։ Ամեն օր սրանք շահագրգռված կամ ինչ-որ առիթավորված ուրիշ ուղղությունների վրա են աշխատանքներ իրականացնում։ Եկեղեցու վրա են հարձակվել։ Էլ ինչ է մեզ պետք։ Բարի բուն իմաստով հարձակվել են եկեղեցու վրա, թուրքը չի հարձակվել, սրանք են հարձակվել, մեր համար ինչ տարբերություն կա։ Մեր եկեղեցին, հայրաքելական եկեղեցու նկատմամբ ով կարա տես բաներ իրականացնել, մենակ թշնամին։ Բայց մենք այսօր այլաչուկ էլի բավարար աշխատանքներ չենք իրականացնում, էլի բավարար ուղղությունների վրա չենք աշխատում։ Այ խնդիրը դրա մեջ է, որ միշտ ասել եմ խնդիրը մեր մեջ է, տենց էլ կա։ Եկեք արթնանանք, եկեք մի հատ գործողության պրոցես իրականացնենք, եկեք այդ գործողության պրոցեսի իրականացումից հետո տեսեք հանրությունը ոնց է զարթնելու, ոնց զարթունք արթնանալու հանրության մեջ։ Բայ խոսելու Ալիևը, բա խորժակը բացվել է։ Հիմի Զանգեզուրի թեման արդեն չկա, հիմի արդեն Արևմտյան Ադրբեջանի մասին է խոսում։ Ես որ միշտ ձեզ ասել եմ, միշտ որ Արցախի մասին խոսակ, Արցախի օրակարգը միշտ առաջնային պահենք, սրանց ուրիշ հարցերի նկատմամբ ոչ մի խորժակ չի բացվելու։ Մոռացության եք տալիս, ասում են հաջորդ հարցին։ Հաջորդ հարցն եք մոռացության տալիս, ասում են հաջորդ հարցին։ Էսա բոլոր գործողության, բան չկա ստեվախելու, թուրքով է, թուրքից ինչից եք վախում, չգիտեք թուրքով է։ Այսքան ժամանակ Թուրքիա հետ պայքարների, կռիվների առաջ օրը գիտեք թուրքով է։ Կամ այդ նույն թուրքը կարող է իրոք երեք եղել է մեր թշնամին, այսօր գա դառնա մեր բարեկամը, սուտատես բան չկա։ Կամ էլ Թուրքիան 15 թվական եղերնից հետո կարող է, որ այդքան ժամանակահատվածում մի անգամ էլ ասում է, մի ուղղության վրա, մի հարցի մեջ ոչ գնացել են մեր նկատմամբ ինչ-որ հարաբերությունների կամ էլ ինչ-որ գործողության պրոցեսների իրականացման։ Այսօր կարող է դա այդ Թուրքիան մեզ ինչ-որ լավ բաներ անա, մեր առաջարկի կամ բանի հիմք դառնա մեր վաղվա ապագայի համար։ Չկա տես բան, նրանք ունեն ծրագիր, այդ ծրագիրը քայլ առ քայլ իրականացնում են։ Քայլ առ քայլ ժողովուրդ ձեր աչքերի առաջ այդ ծրագիրը իրականացում է դառնում։ Իմ արցախցիների մասին եմ ուզում առանձին անդրադառնամ։ Սիրելի արցախցիներ, հույսները չկոտրեք, ոչ մի բանից չմտահոգվեք։ Այո, ծանր ժամանակներ եք անցել, այո, ծանր ժամանակներ եք ապրել։ Այո, մեզ խաբել են, այո, մեր մեջքից խփել են։ Այո, մեզ բերել են այսօր հասցրել, բայց մենք նորից վերականգնելու ենք Արցախի տեսակի, հայ տեսակի արժանապատվությունը։
Արցախցու արժանապատվությունը միշտ հայ պատմության մեջ միշտ եղել է բարձր ու որ ասում է կերպարով։ Տենց էլ լինելու է։ Ոչ մեկին մի լսեք։ Այն ինչ որտեղ ներկա իշխանությունից խոստումներ է ձեզ տալիս սուտ ասում։ Ձեր գլխին սարքողը ձեզ լավ օր չի ուզի։ Ձեր գլխին այս ցավը բերողը ձեզ լավ օր չի ցանկանում։ Իրենք ատում են ձեզ, իրենք ատում են մեզ բոլորիս։ Որովհետև մենք այն ժողովուրդն ենք, այն որ մենք ուզում ենք մեր հայրենիքում ապրենք, մեր ուզում ենք մեր հետ վերադարձը Արցախի իրականություն դառնա։ Ու մեր հետ վերադարձը Արցախի իրականություն դառնալով դա մենք պիտի անենք, ոչ մեկը մեր տեղ չի անելու։ Ու շարունակական մենք այս ժամանակահատվածում ես բոլորիդ հորդորում խնդրում եմ, մնացեք համար Հայաստանում ապրելու։ Ինչքան դժվար է լինի ապրեք մար Հայաստանում։ Մենք ունենք վաղվա օրվա անելիքներ։ Մենք ունենք մեր անցյալների, մեր ծնողների թողած այն բաները, որ դրանց առաջ որ խոնարհվել ենք միշտ, մենք պիտի դա վերականգնենք, որովհետև մենք ողջ ենք, մենք որովհետև կենթանի ենք, կենթանի լինելով չենք կարող անտարբեր լինել, ողջ լինելով մենք չենք կարող այդ գործողությունները իրականություն չդարձնենք, ամեն մեկս հարազատներ ենք կորցրել, ամեն մեկս տուն հայրենիք ենք կորցրել, մենք չենք կարող դրա հետ հարմարվել, որ էդի մնա թուրքերի ձերին կամ սրա նմանները ասեն դա մերը չի եղել, դա մենակ իրենց տեսնակետն է, դա մենակ այդ մի հատ խմբի բանն է, ձևավորած, որովհետև իրենք են հենց այդ հանցագործության, հենց այդ դավաճանության մեծ դերակատարները եղել, ոնց կարող է իրենք ցանկանան, որ արցախցին գնա նորից էլի իր բանը, Սուրբ Արցախը, ոնց կարող է որ էլի այդ հարցը, այդ հիմնախնդիրը կարևոր դերակատար ունենա մեր հայոց պատմության մեջ, չեն անի իրանք, որովհետև դրա համար էլ եկել են հենց գործանելու համար, հենց հանձնելու համար, դա իրականություն չդառավ 20 թվին, որովհետև դեղ Մինձևի կողքից, որ ասում է խանգարող մի քանի պրոցեսներ կար, 20 թվից հետո իրենք դա իրականություն դարձրին, որը մեկականատես եղանք ու 23 թվի սեպտեմբերի 2 օրվա ընթացքում։ Իմ ասածս ինչ է ժողովուրդ, ես ոչ թե ինչ որ բաներ եմ ուզում ձեր մեջ նորից եմ ասում արթնացնելու կամ նորից էլի ինչ որ խելք տալու կամ ուղղություն կամ միտք, ես ուզում եմ մենք որպես ազգ, որպես հայ մեր արժանապատվությանը նորից վերականգնենք։ Մեր հայ լինելը մեր արժանապատվությունով ենք մենք հայ։ Ուրիշ ոչ մի ձևի մենք չենք կարող մեր ազգի տեսակով նվաստացած ապրենք, կամ էլ ինչ-որ մեկի վիլայաթի բանով ապրենք, սա գնում է թուրքացման ծրագիր, Թուրանի ծրագիրը իրականացվում, սաղս էլ տեսնում եք, Արցախի կործանումից հետո Ալիևի խորժակը տեսվում ոնց է բացել, բայց սրանք ասում են Արցախը տանք, ձերք ենք բերել ինքնուրույնություն, ինքնիշխանություն, ուրա, բախի է դրա մնացած տարածքների մասին խոսում, բախի են նրանք թշնամական իրենց ամեն ձևի բանակնա կամ ինչ որ կա չկա հզորացնում, ում համար են հզորացնում, էլի մեր համար են էլի հզորացնում, որ վաղա օրը գան ավելի մեծ վնաստան ու ավելի շատ ժողովուրդ կոտորեն, չէ, զենքը ինչի համար պիտի առնեն։ Հիմա տեսեք, պարոն Իսրայելյան, խոսում եք Նիկոլ Փաշինյանը ինչեր է արել, բայց Աննա Հակոբյանի լեգենդն է Նիկոլ Փաշինյանը, ինչ ունեք ասելու։ Դե Աննա Հակոբյանի համար Նիկոլ Փաշինյանը ոնց կարող է լեգենդ չլինի։ Այն ապրելու կարգավիճակից դուրս հանել մի հատ ինչ ավտոներ են քշում, ինչ տներենում են ապրում, ինչ փողիտեր են դարել, հա հասկանալի է, որ բայց այդ լեգենդը մենակ Աննա Հակոբյանի համար է լեգենդ։ Ու այդ լեգենդը, նորից եմ ասում, Աննա Հակոբյանը կարող է այսօր վայրաճակ որպես կին այդ ձևի մեկնաբանություններով փորձի մի ձևի ուրիշ ձևի այդ լեգենդի հասկացողությունը, բայց կա իրականություն, Աննա Հակոբյան, ձեր ամուսինը Արցախը, Սուրբ Արցախը հանձնել է Ադրբեջանին, ձեր ամուսինը այս ժամանակահատվածում կառավարման իր ժամանակահատվածում մեր ազգի, մեր ժողովրդի գլխի մեծ աղետ է բերել։ Մենք արցախցիներս դարել ենք անտուն անհայրենիք, մենք բոլորս կորցրել ենք հարազատներ այդ լեգենդի, ձեր ասած այդ լեգենդի շնորհքով, շնորհիվ, ոնց ուզում եք մեկնաբանեք։ Դուք ոնց կարող է խոսքի այս ծանր իրավիճակում այդ ժողովուրդ հալա ուշքի չի եկած, հալա այդ ժողովուրդը ծանր իրավիճակից չգիտի ոնց ձևի գոյատևել ապրել, որ դուք խոսքի մեկնաբանում եք այդ նմանատիպ բաները։ Ցեյնիկ խայտարակն է էլի մեկնաբանությունը, որ սրանք իրար մեջ են մենակ իրանց գովում, բոլորս ժամանակահատվածում ինչ տեսել եմ, եթե մի հատ մեկն էլ մեկնաբանում է խոսքի
երկրի ղեկավարին, դա էլ իր շրջապատի մարդիկ են։ Հանրության մեջ ես շատ քիչ եմ տեսում մեկնաբանող ու լավ իմաստով, լավ բառերով ներկայաշխանության կամ այսօրվա իրավիճակի հետ կապված բառեր կամ բաներ ներկայացնի։ Տես բան չկա։ Ու ես դրանով գիտեք ինչ եմ ուզում կոնկրետ առանձին մի հատ էլ միտք արտահայտեմ Վարշապատի այս ընտրությունների, Էջմիածինի ընտրությունների հետ կապված։ Սիրելի հայրենակիցներ, այ հիմի ունեք այդ հնարավորությունը հանրային, ժողովրդի, ազգային բանով ցույց տաք, որ երկրի ղեկավարությունը, մեկ էլ մեր ազգը դա տարբեր հիմիկվա իրավիճակում տարբեր բան է, տարբեր հասկացողություն է։ Ես բոլորիդ կոչ եմ անում, գնաք մասնակցեք ընտրություններին։ Որովհետև այս ընտրությունները ուղիղ կերպով կապված է 26 թվականի ընտրություններին։ Այս ընտրություններում բոլորը գնացեք մասնակից եղել։ Առանձնապես Արցախայցյանն եմ ես կոչանում, որպես արցախցի։ Ես ձեզ հորդորում եմ, չշեղվեք, չխափնվեք, ընտրություն գնացեք արեք այն մարդկանց, ովքեր այսօրվա իրավիճակում, որ ասում եմ, ձեզ ձեր են մեկնել, ձեզ տիրություն են արել։ Մի ձայն չտակ նրանց, ով ձեր զորո հասցրել է։ Չգնաք, որ ասում եմ, վաղվա օրը չլսեմ, մի հատ էլ որ ասում եմ, դաժե ինչ որ պարագային, որ ինչ որ մի հատ արցախցի կամ ինչ որ մի հատ ներկայացուցիչ Արցախից գնացել է ներկայաշխանությանը կամ ներկայաշխանության այդ ներկայացուցին ձայն ատվել։ Դա իմ անձամբ խնդրանքս է ու անձամբ հորդորումս է։ Գնացեք բոլորդ մասնակցեք, գնացեք բոլորդ հաղթանակ ձեռք բերեք հենց առաջ այդ բանից, որ ասում է։ Եվ լուրեր տարածվեցին, որ Պողոս Պողոսյանի դին են արտաշիրիմելու, սա ինչ է ժողովրդի զբաղացնելու հերթական միջոցը, խնդրեմ։ Գիտեք, դա արդեն այնքան աբսուրդի բան է։ Պողոս Պողոսյանի հետ կապված այդ բանը, ես գիտեմ, թե այնքան անհետ կորածների ծնողներ ունեք, որ միջև օրս իրանց երեխոցը դիակները չեն կարող ճարեն։ Այնքան բան ունենք, գերեզմաններ ունենք Արցախում, որ ամեն ձևի թշնամու կողմից վարքաբեկում է, քանդում են, ինչ ասես չեն անում։ Դուք պատկերացնում եք սրանք այնքան թքած ունեն այսօրվա ժողովրդի իրավիճակի համար, որ իրենց այս հիմիկվա իշխանությունը պահելու համար կամ էլ ինչ որ ամեն անգամ մի նոր խորքից նախնիներից բանից միշտ բան են անում։ Սրանք այդ նախնիների բանը վերցրել դարձրել են իրենց համար մի հատ խոսքի բանի առիթ, որ առավոտից իրիկուն ման են գալիս ինչ որ մի բան ճարել, արա գնացեք դուք ձեր մեջ ձեր հարցերը լուծեք, գնացեք դուք ձեր մեջ ինչ խնդիրներ ունեք լուծեք, դուք իշխանություն եք եկել ոչ թե դրա համար, դուք իշխանություն եք եկել այս ժողովրդին բարելավելու կյանքը, դուք իշխանություն եք եկել Արցախը մնալ հայկական համար, այդ թեզով եք եկել դուք իշխանության, վերաբան եք արել, վերընտրվել եք 21 թվին էլի այդ թեզով, դեօկուպացիա Շուշի հասկացողությունով, դեօկուպացիա Հադրութի հասկացողությունով, դուք տենում եք, չէ, ժողովուրդը ձեզ ձայն տվել այն ժամանակ այն հույսով, որ դուք այդ խոստումները տվել եք, այ գնացեք դեր խոստումների տեր կաղնեք, դրանով գնացեք զբաղվեք։ Ստեղ մեկնաբանելու բան չկա, այս ինչ աստիճանի են հասել սրանց բանը կարգավիճակը, այս շքանա զրոյացել իրանց, որ ասում է, որ ընկել են գերեզմաններ, դիակներ են ուզում հանեն, ինչ որ թվի, ինչ որ գործողության ընթացքում այդ զոհված կամ մահափորձ արած այդ բաների համար ինչ որ նորություն ժողովրդի հանրության մեջ բացելու համար։ Դա դուք ձեր խոստումները իրականացրեք, դուք ինչի համար եկել եք, ինչ մեկը վերջի ժամանակները կամաց արդեն բացահայտում է ձեր էությունը, բացահայտում է ձեր գալու իշխանության ընթացքում ինչեր է կատարվել, բացահայտում է այն ինչ իրադարձություններ եղել է դրան կոնկրետ մեղավորների կամ կոնկրետ բացթողումների մասին։ Այս սա ենք մենք ժողովուրդը սրա հետևից են գնալու, այս բացահայտումներից են գնալու, որ այդ տասնյակ հազար 100,000 օր մարդիկ տուժվել են դրա համար։ Ինչի համար պիտի տուժվեին այդ մարդիկ։ Ինչ ով իրավունք ուներ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ով իրավունք ուներ արցախցիների տեղը որոշել իրար իրավունքները, ով իրավունք ուներ Արցախի հարցը դնի կասկածանքի տակ։ Ոչ մեկը, արել եք պատասխան պիտի տակ, գնացել եք այդ քայլերին պատասխան պիտի տակ։ Ու այդ պատասխանը նորից եմ ասում, լինելու է համ Աստծո կողմից, համ օրենքի կողմից, համ ժողովրդի կողմից։